Եթե սահմանը փակել է Թուրքիան, Թուրքիան չէ փակել, մենք չենք փակել։ Թուրքիան փակել է որպես պատիժ, որպես սանկցիա, այսինքն փակել է, որ մեզ լինի վատ։ Թուրքիան սահմանը փակել է, որ Հայաստանի համար լինի վատ։ Հետևաբար սահմանը բացելը Հայաստանի համար լավ է, չէ՞։ Եթե Թուրքիան պրիմիտիվ է այդպես, ոչ պրիմիտիվ է այդպես։ Հակառակ դեպքում, եթե Թուրքիան Թուրանի ծրագիր եւ այլն գիտեք այդ բաները։ Բայ եթե մեզ դա վնաս է, այդ ոնց էլ որ կոչենք, բա թող բացեն սահմանը։ Բա ինչի չեն բացում։ Խնայում ա մեզ, պահում ա մեզ։ Իսկ այդ մեղադրանքները, որ կհնչեն աջախ, Հայաստանը թուրքական վիլայետ է դառնում եւ շուտով մենք բոլորս թուրքերեն պիտի խոսենք։ Ինչ է թուրքերեն խոսում։ Ում հետ պետք է թուրքերեն խոսակ։ Այդ խոսույթը կա նաեւ սպիրկի մեջ, որ հիմա մենք թուրքական վիլայետ ենք։ Իսկ սպիրկը ինչ է կներեք, իր մեջ ինքը ինչ է։ Իսկ սպիրկը Հայաստանը բազմապեվեր է, չենք կրնալ այսպես։ Իսկ սպիրկը դեպս ասում, իրանք հայերեն գիտեն խոսալ։ Սփյուռքում ովը տենց ասում է։ Իրանք հայերեն կարան խոսան, դասական հայերենով կարող են խոսել։ Կամ գրապարով էլ գուզե։ Չէ, գրապարով չէ, այսօրվա հայերեն չէ, գրապարով դժվար։ Բայց այդ վախենալ կա, չեմ իրանք խոսում են հայերեն, իրանք քանի սերունդ հետո է հայերեն իմանալու իրանցից, որ այդքան մտածել, հաստատ հայերեն կխոսանք, հեշտ թող չմտածեն։ Թող իրանք հայերենի մասին մտածեն, որ հայերենով երկու բառ չեն կարող գրեն, այդպես ասողները, բոլորին չեմ ասում իհարկե։ Թող գնան իրանց դարդլացեն, որ իրանք մենակ լուրերի մեջով են տեսնում Հայաստանը, իրական կյանքը չեն ապրում այստեղի, մենակ մեծ խոսալ գիտեն։ Այսինքն լավ գիտեք, էլի մեծ թուրքի շերտերը, հայ թուրքականի վերապերյալ բանիղան ինչ սպասենք։ Ախր իրանք ստեղ չեն ապրում։ Իրանք ինչ իրավունք ունեն ընդհանրապես բոլորին ասում։ Հա, բայց դուք հիմա խզում եք կապը։ Այդ մարդը ստեղ չի, Հայաստանի քաղաքացի չի, Հայաստանում չի ապրում։ Պապակ ունի, բայց քաղաքացի լալու։ Թող գա լինի։ Դիմելա։ Չէ, չունի պատասխանը։ Ունի, թող գա դիմի, դառնա Հայաստանի քաղաքացի ու խոսա։ Բա ինչի չի դիմում Հայաստանի քաղաքացիության։ Ինքը իր երեխաները ինչու չեն դիմում Հայաստանի քաղաքացիություն։ Դե հերույց լավ է, հա, իրանք հերվից նայում են։ Ասում են սենց արեք, նենց արեք, թող կան, այստեղ ապրեն։ Վանո Սիրատեղյանի նշանավոր խոսքը կա, գիտեք, որ պատմականը էժան է։ Իրանք կարան իրանց պետություններում, ասենք իրանց բան անեն, հատկապես որոշ դեպքերում, էլի, այդ տոնով խոսան, իրանց պետության իշխանություն, իրանցից որտեղ որ քաղաքացի են, իրանք շատ երկրներում, որտեղից որ իրանք խոսում են, ոչ ժողովրդավարականներում կարան, հա, բայց մենք համայնքներ ունենք նաև ոչ ժողովրդավարական պետություններում։ Եվ այնտեղ իրանք երբեք չեն կարող ասել, որ պետության ղեկավարը ընդհանրապես նույնիսկ նման բաներ իրենց մտքով չի կարող ասել, որ ասեն, որ այս ինչը դու սխալ ես անում։ Այդ տված անձնագիրն էլ ձեռքից կվերցնեն, երկրից բան կանեն, դուրս կհանեն։ Բայց ստեղի քաղաքացի չլինելով իրաց պարտեն համարում, ստեղ դասեր տալու, ինչ-որ բաներ ասելու, որն է դրա հիմնավորումը։ Կարան ներկայացնեն հիմնավորումը։ Ինչի հետևանքով դա կարող լինի, ինչ process-ի հետևանքով կարող լինի, սահմանների բացման հետևանքով։ Այո, գխուժեն եւ սահմանների, բայց չէ որ սահմանները իրանք են փակել։ Թուրքերը։ Բա որ պիտի ներխուժեն, բա դե թող բացեն, եթե դա վնաս է մեզ, բա թող բացեն։ Այդ մարդիկ տրամաբանություն էլ չունեն նման կերպ ասողները, պարզ, երեխայի 10 տարեկան, 12 տարեկան երեխայի տրամաբանություն էլ նույնիսկ չունեն, նրանք ոնց են ավելի լուրջ թեմաներից խոսում։ Եթե սահմանը փակել է Թուրքիան, Թուրքիան չէ փակել, մենք չենք փակել։ Թուրքիան փակել է որպես պատիժ, որպես սանկցիա, այսինքն փակել է, որ մեզ լինի վատ։ Թուրքիան սահմանը փակել է, որ Հայաստանի համար լինի վատ։ Հետևաբար սահմանը բացելը Հայաստանի համար լավ է, չէ՞։ Եթե Թուրքիա պրիմիտիվ է այդպես, ոչ պրիմիտիվ է այդպես։ Հակառակ դեպքում, եթե Թուրքիան Թուրանի ծրագիր եւ այլն գիտեք այդ բաները։ Բայ եթե մեզ դա վնաս է, այդ ոնց էլ որ կոչենք, բա թող բացեն սահմանը։ Բա ինչի չեն բացում։ Կամ ինչու չեն բացած մինչեւ հիմա։ Դե մինչև հիմա ասենք թե լավ, ենթադրենք իրաց պաշտոնական տարբերակներ, որ կա Լեռնային Ղարաբաղի հարցը, Ադրբեջան-Հայաստան խնդիր։ Ադրբեջան-Հայաստան խնդիր կա, լավ, դա հիմա, եթե ելնենք իրաց ասածից, չէ, որ իրանք ասում են, որ Թուրքիան ուզում է մեզ վնասի, ճիշտ է, իրանց տրամաբանությունն է։
Բա եթե սահմանի բացելը մեզ վնաս է, բա ինչի չի բացվում, որ մեզ վնասի։ Այդ վնասը ինչի շուտ չի տալիս։ Ինչի խնայում է մեզ, պահում է մեզ, հա, խնայում է ստացվում է։ Չի ստացվում իրանց ասած տրամաբանությունը։ Համ ասում են, չէ, Թուրքիան երբեք չի բացի։ Ստացվում է լավ բան են, չի ասում։ Համ էլ ասում են, դե որ բացի բան կլինի։ Գերանք։ Բան կգան, Վիլայետ կտարն։ Բաց դա կներեք էլի դա, ասենք բաց սահման հո չի նշան։ Ես հիշում եմ, գիտեք 90-ականներին այս նույն խոսույթը կար Իրանի վերաբերյալ։ Դուք կհիշեք։ Երբ որ նոր էր բացվում Իրանի հետ սահմանը, ես այդ խոսույթը շատ լավ հիշում եմ։ Այդ վախը այսինքն այնտեղ մի քանի իրանական ապրանքներ էին արդեն եկել, կհիշեք, տենց վաֆլիներ լսած եմ, այստեղից մետաղ էին տանում։ Բաշարման դարիներուն, այո, այնտեղից սնունդ էր գալիս ինչ-որ ինչ որ ես երեխա եմ, բայց ես շատ լավ հիշում եմ այդ խոսույթը։ Քաղաքում մեկու մեջ կտեսնեիք, էլի, երևում էր, որ Իրանից եկած հյուրեր են, արդեն ինչ-որ sense լարվածություն կա։ Վայ, եկան։ Հեսա կգան, հեսա կլծվեն, հեսա տները կառնեն, հեսա սաղստեղ կդառնա բան, այս կողմ, այն կողմ։ Ուրա արցավ 30 տարի։ Ունեցանք մենք նման խնդրեմ։ Ամենևին նորմալ, սովորական։ Այս վախը միշտ մեզ հալածում։ Դա կներեք, մենք կներեք նույն Վանոյին օրինակ բերեցիք Սիրադեղան։ Ոնց էր ասում, չի կարող ազգը գերի լինել իր հիվանդ երևակայությամբ բաների որոշ առաջնորդների ձեռքում։ Եթե իրանց երևակայությունը հիվանդ երևակայությունը, թող գնան իրանց հիվանդ երևակայությունը բուժեն։ Չի կարա ազգը լինի մի քանի մարդու վախի գերին։ Վախին թող գնան վախները բռնեն, թող գնան բանը բժշկի մոտ բան անեն, ինչ անեն, վախի թերապիա անցնեն, եթե վախից ենք խոսում։ Եթե ռացիոնալ բացատրություն ունեն, թող բերեն այդ բացատրությունը։ Ասեն այս է տեղի կունենա, սա տեղի կունենա, եւ մի բան, որ հիմա չի կարա տեղի ունենա։ Ասեն այո, հենց որ թուրքերը սահմանը բացեն, այսպես մի վատ բան կլինի։ Ասենք, չգիտեմ, տնտեսության հետ։ Հիմա էլ մենք ունենք առևտուր իրանց հետ։ Հիմա էլ ունենք, ուղղակի թանկ անստում։ Ճանապարհի Եվ շատ մեծ քանակներով ունենք։ Շատ մեծ քանակներով ունենք եւ նոր չի։ Եվ նոր չի։ Եվ չէ թատրած։ Եվ այդպես ասողները, ես դες ասեմ։ Հիմա որ ասում էին, ես էլ ասեմ։ Հիմա որ ասում են, վայ սահմանը 2 անգամ բացեցիք բանը, մի հատ երկրաշարժիստ ուժածներին հումանիտար օգնություն տանելու համար մի անգամ էլ Սիրիային հիշում եք։ Այո։ Այս նախկինում գիտեք, որ էլի է այդ սահմանը բացվել։ Գիտեք ինչի։ Իշխանության որոշ ներկայացուցիչների մասնավոր բիզնես հարցերը լուծելու համար ապրանքա պետք է եղել ներկրել երկիր, խնդրել են բացել են սահմանը, որ կոնկրետ այդ ապրանքը, որ ավելի ձեռնտու էր ներկրել այդ ճանապարհով, ներկրել են այդ ճանապարհով։ Գիտեիք, իրանց բիզնեսների համար։ Լավ էլ արել են, ել չասած բան, ավելի փոքր բիզնեսները, որ մարդիկ միշտ էլ արել են։ Այսինքն 90-ականներից սկսած էլ այդ բիզնեսները միշտ էլ եղել են։ Չի դատարելու գարձում, չի դատարելու։ Բա պետություն կա, բա բան կա, բա ինչի համար է Թուրքիա, Թուրքի քաղաքականությունը ինչի համար է։ Հո չի նշանակում բաց սահմանի բացակայություն։ Հիմա ոնց էր Իրանի հետ կապված։ Մենք ունեինք կլինկերի, ցեմենտի հարց, հիշում եք։ Իրանը սուբսիդավորում էր իր ցեմենտը, ինչի հետևանքով այն շատ էժան էր եւ շուկայում ուրեմն հաղթում էր մեր տեղական ցեմենտին։ Կհիշեք, այդ հարցը քանի անգամ քննարկվել ազգային ժողովում։ Մենք տուրք դրեցինք վրան, որ գները կան հավասարվեն, որ ազատ մրցակցություն։ Այսինքն մենք ընտրություն կա, մենք ունեինք ընտրություն, էժան ցեմենտ, թե ստրատեգիական արտադրություն։ Երկու ընտրություն ունեինք, երկուսն էլ տարբերակ էր։ Կարայինք ասենք, ընտրում ենք էժան ցեմենտ, մեր մոտ ցեմենտը տեղական արտադրությունը մեռնում է, մենք հույսներս դնում ենք պարսկական ցեմենտի վրա, ճիշտ է, դա էլ կարելի։ Զատու փոխարեն ունենում ենք բան։ Փոքրինչ ավելի էժան շինարարություն։ Եվ հակառակը կար։ Իսկ ինչ եթե մի օր հանկարծ Իրանից էլ չկարողանանք ցեմենտ ներկրել։ Ինչ-ինչ պատճառներով եւ մի այդպիսի պատճառ եղավ մի 3 ամիս առաջ։ Խնդիրներ եղան, հիշում եք սահմանը։ Այո, պատերազմ եղավ այնտեղ կամ սուբսիդիան վերանա, օրինակ։ Սուբսիդիան վերացնի եւ գինը գահավասարվի։ Եւ դու չունես այլընդ։ Եվ այլընտրանք չունենաս, կամ ավելի թանկ լինի, տեսնի որ դու իր միակ ինքը քո միակ բանն է, մատակարարն է, գինը թանկ։ Մենք ընտրեցինք բալանսի օգտին, նույնը կարելի անել բանի համար, այլ ռազմավարական ապրանքների համար, որտեղ որ դրա կարիքը լինի ցանկացած հարևանի հետ, ցանկացած հարևանի հետ։